Ներքին գործերի նախարարությունը դիմակայունության բարձրացում, հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով խորագրով հերթական աշխատաժողովն անցկացրեց Արագածոտնի մարզում։ Մասնակցում էին պատկան մարմինների, ինչպես նաև մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված համատեղ ջանքերի համար։ Վերահաստատեց համագործակցությունը շարունակելու մարզպետարանի պատրաստակամությունը։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը նշեց, որ վերջին տարիների փորձը հստակ ցույց է տվել, թե որքան կարևոր է լինել պատրաստ, կազմակերպված և իրազեկ տարբեր վտանգների դիմագրավելու համար։ Նա նաև հավելեց, որ գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերի նպատակը ոչ միայն հասարակության իրազեկվածության բարձրացումն է, այլև համայնքների կարողությունների զարգացումը։ Աշխատաժողովի օրակարգում ներառված էին սեյսմիկ և տեխնածին ռիսկերի գնահատման, հանրային իրազեկման ու ճգնաժամային հաղորդակցության մեխանիզմներին առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրամբարների պատվարների փլուզման վտանգի թեմային։ Զեկույցներով հանդես են եկել Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն ու մի շարք աշխատակիցներ, նաև Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ Մհեր Բաբաջանյանը, աղետների ռիսկի նվազեցման վարչության պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը։ Քննարկման առարկա են դարձել մի շարք գործնական իրավիճակներ, որոնց վերլուծության արդյունքում տրվել են կառուցողական առաջարկներ։